Բարևձեզ հերոստատիզորներ, ողջույն Երևանեն, այսօրվա իմ զրուցակիցն է հրապարակախոս Դավիթ Լևոնյանը։ Շնորհակալություն բարոն Լևոնյան մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Բարոն Լևոնյան, վերջերս հատկապես վերջին մի քանի ամիսներուն ընթացքին բավականին ուժեղ դերեկատվական թաշտը խդացված է disinformation ապատերեկատվությամբ սպառվող լրատվամիջոցներով, ովքեր անշուշտ շատերեն հասցեները հայտնի են, որ 5-րդ չարասյան կպատկանին, բայց ըստ երևույթին բազմաթիվ հերոստատիզորներ չեն կարողանում կողմնորոշվել, թե իրենց հրամցված տեղեկությունը ճշգրիտ է, ճշմարտացի է, փաստացի է, թե գերձ տեղեկություններ են։ Արդյոք ինչ կսեիք այդ մասին եւ ինչպիսի լուծում կառաջարկեիք։ Ես կարող եմ ասել, որ վերջին հատկապես 2 ամիսների ընթացքում այդ տեղեկատվությունները, որոնք որ կեղծ են, շատացան։ Ինչու՞մն է կայանում խնդիրը։ Խնդիրը կայանում է նրանում, որ երբ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեցին, որ պետք է շատ ավելի լուրջ քայլեր կատարեն, որպեսզի մի քանի տասնամյակ տևած հակամարտությունը կարգավորեն, կարծում եմ, որ դա որոշակի ուժերի դուր չի եկել եւ նրանք ցանկանում են, որպեսզի հակամարտությունը չավարտվի եւ բնականաբար այնպիսի տեղեկատվություններ են հրապարակում, որոնք ի վնաս են Հայաստանի Հանրապետությանը, ի վնաս են Հայաստանի Հանրապետության նաև իշխանություններին, որոնք որ հանձն են առել լուծելու հակամարտությունը։ Շատ կարևոր է նաև հասկանանք, որ տեղեկատվություններ, ապատեղեկատվություններ շատ դեպքերում հրապարակվում են հենց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչու՞մն է կայանում այստեղ խնդիրը այդ ապատեղեկատվությունների դեմը առնելու համար։ Խնդիրը կայանում է նրանում, որ դրանք շատ հաճախ հրապարակվում են նորաստեղծ կայքերում, որոնք որ նույնիսկ չեն պատկանում հայկական դոմենով չեն, սենց ասեմ, այլ օրինակ կարող են ստեղծվել որևէ արտասահմանյան որևէ երկրում, Ֆրանսիա կլինի, Կանադա կլինի, թե Ռուսաստան կլինի, ընդամենը 1-2 ամիս կամ մի քանի ամիս կարող են այդ կայքերը գործունեություն ծավալել եւ իրենց հիմնական նպատակը այն պետք է լինի, որ ցույց տան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ վատն են եւ իրենք կեղծ տեղեկատվություններ են հրապարակում, ներկայացնում օրինակի համար, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Կանադայում կամ Ֆրանսիայում գնել է մեծ տուն, ինչը չի համապատասխանում իրականությանը բնականաբար, սակայն վատն այն է, որ այդ կեղծ կայքերի հրապարակած նյութերը շատ հաճախ ներքին այստեղ լրատվամիջոցներ, որոնք պատրաստպասում են նման կեղծ տեղեկատվությունների, միանգամից արտատպում են իրենց մոտ, ինչպես նաև տելեգրամյան էջեր, որոշ բլոգերներ միանգամից սկսում են խոսել դրա մասին, այդ կեղծ տեղեկատվության մասին, բնականաբար որոշ ժամանակ անց հերքվում է եւ նույնիսկ պարզում է, որ օրինակ նշված կայքում այն մարդիկ, որոնք որ ներկայացված են որպես խմբագիրներ, որպես կամ լրագրողներ, վերջում պարզ է դառնում, որ ընդհանրապես այդ մարդիկ կեղծ նկարներ են այնտեղ, կեղծ անուն ազգանուններ են, չի համապատասխանում իրականությանը, բայց այդ ապատեղեկատվությունը իր որոշակի ազդեցությունը գործած է արդեն լինում հանրության վրա։ Հերքումից հետո հերքումը այնքան ազդեցիկ չի լինում սովորաբար, որքան որ այդ տեղեկատվությունը, որը որ հենց սկզբից կեղծ տեղեկատվությունը հրապարակվում է, բայց այստեղ մեկ բան կարող եմ ասել, քանի որ հենց դուք էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն եք ծավալում եւ մեր Սփյուռքում գտնվող բազմաթիվ հայեր լսում են ձեզ, կարդում են ձեզ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրությունը արդեն իմունիտետ ունի այդ կեղծ տեղեկատվությունների նկատմամբ, այսինքն իրենք գիտեն, որ օրինակ այն ինչը որ կատարվում է, դրանք պատվերներ են որոշակի ուժերի կողմից, երբ մի քանի $100 կարող ես ընդամենը մի կեղծ կայք պատրաստել, այնտեղ որևէ կեղծ նյութ հրապարակել, հետո այդ նյութը արտատպել, այդ արտատպած նյութը դնել գովազդի տակ եւ մի քանի $1000 այդ արտատպած նյութը հասցնել տասնյակ հազարավոր մարդկանց։
Եվ այնքան է այդ ամեն ինչի եղել ու հերքվել, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը արդեն մեծ իմունիտետ է ձեռք բերել ու չի հավատում նման բաների։ Ու տվյալ ուժերի թիրախում են հայտնվել արդեն մեր Սփյուռքում գտնվող հայրենակիցները, այսինքն Սփյուռքում եւս նմանատիպ տեղեկատվություններ, երբ որ տարածվում են եւ մեր Սփյուռքում գտնվող հայրենակիցները, ովքեր շատ այդքան լավ տեղյակ չեն մեր ներքին հարցերից, ներքին քաղաքականությունից, իրենք կարդալով այդ ամեն ինչը հավատում են։ Մենք պետք է հասկանանք, որ այստեղ խնդիր է դրված Հայաստանի Հանրապետությունում կեղծ տեղեկատվություններով ընդամենը փորձել իշխանության վարկանիշը իջեցնել նաև, որովհետև 2026 թվականին, ինչպես գիտենք, հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու եւ այդ խորհրդարանական ընտրությունների գլխավոր, այսպես ասած, հենց ֆավորիտը հաղթողի իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Եվ մենք շատ լավ տեսնում ենք, որ այն ուժերը, ովքեր որ ցանկանում էին փողոցային պայքարի միջոցով, որոնք որ ցանկանում էին հակաօրինական միջոցներով Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն կատարել, տվյալ ուժերը այլևս ոչ մի աջակցություն չունեն փողոցային պայքար մղելու համար, եւ իրենք ստիպված պետք է արդեն սպասարկեն միգուցե այլ երկրների ուժերի կամ միգուցե այլ երկրների շահերով առաջնորդվեն, նրանց հետ ես կարծում եմ միգուցե եւ որոշակի փոխըմբռնման գալով փորձեն կեղծ տեղեկատվություններ տարածել, փորձեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին խաբել, որպեսզի 26 թվականի ընտրություններում կարողանան որոշակի պայքար մղել։ Ամեն դեպքում կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր խոսքը ինչպես նախկինում եւս 2026 թվականին արտահայտելու է եւ տվյալ ուժերը, ովքեր որ անդադ կեղծ տեղեկատվություններ են տարածում, իրենց արժանի պատասխանը ստանալու են։ Մեզ համար պարզապես շատ կարեւոր է, որ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները եւս իմանան, որ այդ տեղեկատվությունները, որոնք որ անընդհատ իրենք ստանում են դեզինֆորմացիան, դրանք չեն համապատասխանում իրականությանը, թող հետևեն պաշտոնական լրահոսին, թող հետևեն պետական լրատվամիջոցներին Հայաստանի Հանրապետությունում գործող պետական լրատվամիջոցներին եւ վստահաբար կստանան ճիշտ ինֆորմացիա։ Պարոն Լևոնյան, լավ լուրը այն է, որ ընդհանրապես Սփյուռքի մասին եւ հատկապես Ամերիկայության մասին բազմաթիվ ամերիկահայեր արդեն սկսած են ավելի արտնամիտ կերպով հետևել լրատվամիջոցներուն եւ շատերը սկսած են զանազանել այն լրատվամիջոցները, ովքեր ենթակա են որոշ գարույցներու, դա լինի Արևմտյան Միացյալ Նահանգներու մեջ, Կանադայի մեջ եւ Արևելյան Միացյալ Նահանգներու մեջ, եւ անշուշտ այս ռուբրին ես իրենց անունները պիտի չներկայացնեմ, բայց որպես հետազոտող լրագրողներ, որոնց ճոգադին ես մաս կկազմեմ, իմ նման ամերիկահայ հետազոտող լրագրողներ ցանկը կպատրաստենք այն լրատվամիջոցներուն, որոնք Սփյուռքի մեջ ավադեղեկատվության աշխատանքներուն մասնագիծ են եւ այն լրատվամիջոցներուն, ովքեր հայկական պետականության կողքին կանգնած են եւ կմերժեն գերց տեղեկատվություն տարածել եւ նույնպես Հայաստանի մեջ մենք ունենք գործընկերներ, աշխատակիցներ, ովքեր պիտի իրենց մասնակցությունը բերեն, արդեն իրենք սկսած են աշխատանքները եւ նաեւ պիտի առաջարկեի, որ ցույցալ մասնակիցել այդ ցանկի պատրաստության մեջ, որովհետեւ մենք ամբողջ, ասենք, աշխարհի հայության միասնապար եւ հայրենիքի եւ հայրենի եւ աշխարհասփյուր հայության ներկայացնենք լրատվամիջոցներու ցանկը, որտեղ իրենք հստակ կգարտան անունները վստահելի եւ ոչ վստահելի լրատվամիջոցներու մասին, որովհետեւ այդ վնասագար, վնասափեր լրատվամիջոցները արդեն իրենց արժանի ճակատագրին ենթարկվին եւ արդեն պետք է ասել, որ Ամերիկայի մեջ արդեն որոշ դպակիր, ասենք, լրատվամիջոցներ արդեն գրճադում ունին իրենց ընթերցողներու
թվականագի մեջը եւ իրենց գարկմը հրադարագություններ արդեն թատրեցուցած են, որովհետեւ վստահելիությունը գործունեացած են։ Իսկ ինչ կվերապերի Հայաստանի ներքաղաքական եւ դերգադավական թաշտի մակրակորձման կամ ինքնամակրման գործընթացին, ապա ուրեմն ես պետք է ասեմ, որ չափազանցություն չլար, եթե ասեմ ամերիկահայությունը եւ ընդհանրապես արտերկրի հայությունը, ինչպես եւ հայրենի մեր ժողովուրդը իրենց համբերությունը կարծեք գործընծնելու սկսած են, որ եթե հայկական պետականությունը չցերբազատվի 5-րդ շարասյունեն եւ ներքաղաքական կյանքը ինքնամաքրման լիագադար գործընթացը չիրականացնե, process-ը չիրականացնե եւ նույնպես եւ լրատվական թաշտը չմաքրվի, ապա ուրեմն մենք գործ ունենք հայկական պետականության համար առաջին սպառնալիք հանդիսացող երևույթներու հետ։ Ինչպիսի ճանապարհային քարտեզ կպատկերացնեք։ Գիտեմ, որ այս հարցը շատ խրթին հարց մնե, չեմ ակնկալեր մեկ հարվածով հրաշք կատարվի, բայց լավ գլա, որ մեր հերոստատիտողներուն հետ գիսվիկ եւ ցեր առաջադրանքը ներկայացնենք, որբեսի իրենք հալ իմանան, թե բարոն Դավիթ Լևոնյանը ինչպես կմտածի այս մասին։ Տեսեք, շատ կարևոր հարց է, որովհետև ես օրինակ շատ հաճախ մարզերում լինում եմ, տարբեր բնակավայրերում լինում են ու ասում են, օրինակ, այս ինչ լրատվամիջոցները ինչու են գործում, ինչու իրենք պետք է ապատեղեկատվություն տարածեն եւ այլն։ Մենք պետք է մեկ բան հաշվի առնենք, որ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես Կանադան, ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է։ Մենք մեր երկիրը իրավունք չունի շատ կոշտ միջոցներով ինչ որ պայքարել մամուլի դեմ, որտեղ մենք առաջնորդվում ենք դեմոկրատիայով։ Եվ շատ կարևոր է հասկանալ, որ այստեղ շատ լուրջ դերակատարում պետք է ունենա կրթական միջոցը, այսինքն մարդիկ մեդիա կրթության միջոցով, ես գիտեմ, որ հատկապես համալսարաններում արդեն այդ մեդիա կրթությունը, ինչպես նաև դպրոցներում որոշակի դասընթացներ տեղի է ունենում որոշակի մարդկանց միջոցով, օրինակ կարող են որոշ լրագրողներ կամ կարող են ինֆորմացիոն դաշտի կարևոր ներկայացուցիչներ ելույթներ ունենալ, բացատրել աշակերտներին, կարող են ելույթներով բացատրել իրենց ուսանողներին եւ այլն, թե ինչպես կարող են իրենք հեռու մնալ դեզինֆորմացիայից։ Երբ որ մենք խոսում ենք, որ պետականության կորստի խնդիրներ են լինում եւ այլն, մենք կարող ենք ասենք, որ ամբողջ աշխարհի երկրներում էլ երևի թե չկա որևէ տենց մի երկիր, որտեղ խնդիրներ այլ երկրներ կամ այլ ուժեր չփորձեն դնել տվյալ երկրում դեզինֆորմացիա տարածելու հետ կապված։ Այսինքն ինչ է տեղի ունենում, որևէ երկիր, որևէ հակառակորդ երկիր, որը որ ցանկանում է ներքին անկայունություն հրահրել կամ ինչ-որ բան անել, ինքը կարող է իր սեփական լրատվամիջոցները այդտեղ ունենալ, կարող է ֆինանսավորվել եւ այլն։ Հիմա այստեղ ոչ թե պետք է հիմքը դնենք, որ այլ փակվեն, որտեղ փակվելով հարց չի լուծվում։ Այդ մեկը փակես, մի ուրիշն է բացվելու, մի ուրիշը փակես, այն մի ուրիշը կարա բացվի, փակել բացելուց զատ։ Մեկը կարա այդ պահի դրությամբ քեզ համար երևա որպես լավ լրատվամիջոց, հաջորդ պահին դրա տերը որոշի օրինակ լրատվամիջոցի, որ ինքը պետքա փոխի իր լրատվամիջոցի քաղաքականությունը ու լրիվ հակապետական գործունեություն ծավալի։ Այստեղ ցանկացած պարագայում նշանակում է, որ խնդիրը անընդհատ լինելու է։ Ու որպեսզի խնդիրը իրենից մեծ որպես սպառնալիք չներկայացնի, այստեղ շատ կարևոր է հանրության մեդիա գրագիտության բարձրացումը, ինչպես իրենք կարող են հասկանալ տվյալ նյութը արժանահավատ է թե արժանահավատ չէ, ինչպես իրենք կարող են փորձել ման գալ համացանցում հասկանալու համար տվյալ նյութի հետ փոխկապակցված այլ նյութեր կան թե չկան, հղումները ճիշտ են թե սխալ են։
այնտեղ ինչ որ մեկի կարծիքն է արտահայտվում, թե որևէ փաստ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում շատ դեպքերում կարող են օրինակ լրատվամիջոցի կամ թերթի խմբագիրը որոշի, որ իր կարծիքը պետք է գրի օրինակ որևէ պաշտոնյայի մասին, ընթերցողը կարդա, այնտեղ գրած է ես կարծում եմ եւ այլն եւ այլն եւ այլն, այդ կարծիքը ոչ չի նշանակում, որ դա ճշմարտություն է, եւ որքան որ մարդը շատ ավելի մեդիագրագետ է լինում, որքան որ մարդը շատ ավելի կարողանում է հասկանալ, թե ինչն է ապատեղեկատվություն կամ ինչ կարող է լինել ապատեղեկատվություն եւ ինչը ոչ, ինքը շատ ավելի իր դիմադրողականությունը այդ առումով բարձրանում է, հանրության բարձրանում է, ու իրեն կարողանում են թացը չորից տարբերակել։ Աշխարհի բոլոր երկրներում էլ, այլ թվում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան եւ իշխանամետներ եւ հակաիշխանական լրատվամիջոցներ, եւ դա բնական երևույթ է բոլոր պետություններում։ Այլ հարց է, որ ժողովուրդը երբ որ կարդում է լրատվամիջոցի ներկայացրած նյութերը, ինքը պետք է հասկանա, թե որքանով են դա արժանահավատ, որտեղ ինչպես նշեցի, փակելը կամ ինչ որ բանը նախ մեր երկրի ժողովրդավար որպես երկիր չափանիշներին չի համընկնում, այլ բան, երբ որ իսկապես որևէ հանցագործություն են կատարում, որևէ պետական գաղտնիք են բացահայտում, դրանք լրիվ այլ տարբերակներ են, կամ պատերազմի ժամանակ լրիվ սխալ քաղաքականություն են սկսում վարել հակապետական, դրանք լրիվ այլ միջոցներ են, բայց օրենքով օրինակ տրված է ապատեղեկատվություն տարածելու հետ կապված իրենք պետք է ներողություն խնդրեն, կարող են տուգանք վճարել կամ զրպարտելու, վիրավորելու համար օրինակ կարող է ներողություն խնդրել, եթե ինչ-որ բան տեղ շփոթվել է, սխալվել է, կարող է ինքը հերքել իր նշած տեղեկատվությունը, բայց դա դեռևս չի նշանակում, որ այդ ամեն ինչը, եթե լրատվամիջոցը տուգանվում է կամ ներողություն է խնդրում եւ այլն, դրանով ամեն ինչ սահմանափակվում է, որտեղ նույն լրատվամիջոցը կարող է շարունակել մի քանի անգամ սխալ տեղեկատվություն հրապարակել։ Սա եւս մեկ անգամ էլի տանում է նրան, որ հանրությունը պարզապես պետք է իր համար ինքը հասկանա, թե ինչպես կարող է շատ ավելի մեդիագրագիտությունը իր մեջ զարգացնել, մեր պես մարդիկ շատ ավելի հաճախ ելույթ ունենան եւ ցույց տան որն է ապատեղեկատվություն, որը չէ, եւ իրենք էլ ունենան իրենց վստահելի լրատվամիջոցները։ Իմ կարծիքով լավագույն տարբերակը, որը որ ես օրինակ ասում եմ իմ մտերիմներին, իմ օրինակ երբ որ գնում եմ ես Ծունդով Գորից եմ, իմ հարազատները, մտերիմները կամ երբ հարցնում են կամ տարբեր մարզերում, թե ինչպես տարբերակենք, ես ասում եմ կա հեշտ միջոց, որ տարբերակելու կարիք էլ չկա։ Դու կարող ես երեկոյան ընդամենը միացնել, նորություն ես ուզում լսես, հանրային հեռուստաընկերությունը կարող ես միացնել կամ որևէ պետական լրատվամիջոց կարող ես մտնել եւ կարդալ բոլոր լուրերը, որոնք որ հավաստի են, որոնք որ փաստարկված են։ Եվ այդքանով խնդիրը լուծվում է։ Շատ կարևոր է նաեւ հասկանալ, որ այսօրվա դրությամբ տելեգրամյան բազմաթիվ էջեր, տիկտոկյան բազմաթիվ էջեր, որոնք եւս որոշակի իրենց մեջ պարունակում են ապատեղեկատվություն, կեղծիքներ եւ այլն, շատ մեծ հետևորդներ ունեն։ Էլ չասեմ Հայաստանի Հանրապետությունից դուրս գործող նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր որ եւս շատ հետևորդներ ունեն եւ ապատեղեկատվություն են տարածում։ Դրա համար հետևեք պետական լրատվամիջոցներին։ Պարոն Լևոնյան, վերջերս շատերս ականադես եղանք դեր Արամ Քահանա Ասադրյանի հետ կապվածի հետ եւ իրազեկվեցանք այն փաստի մասին, որ ինչպիսի թիրախ դարձած է ինքը Քարեքին բի եւ իր գլանագիցներու կողմէ։ Շատերու միտքի մեջ հատկապես ամերիկահայ հերոստատիդոներու մոտ գա այն հարցը, թե միջև երբ պիտի այսպես շարունակի Քարեքին բն իր մաֆիայով եւ դեր Արամի երևույթը միակ եւ վերջին երևույթն է, թե գխորիկ թե ուրիշ քահանաներալ, ովքեր դեր Արամի նման լավ առողջ նկարակիրի դեր են եւ իրենց գոչումին դերն են, իսկական հոգեվորականներ են, պիտի ընթരാճ կան։ Գա այդպիսի կանխատեսում ծերգում է։
Դուք բարձրացրիք վերջի շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունի երթի ամենակարևոր ու քննարկվող հարցերից մեկը, որպեսզի գանք հասնենք այդ հարցին, եկեք հասկանանք, թե ինչու խնդիր առաջացավ այս ամեն ինչի հետ կապված։ Նախ մենք բոլորս գիտենք, որ արդեն տարիներ շարունակ է Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հետևորդներ, քրիստոնյա հավատացյալներ, ես ինքս անընդհատ ականատես ենք եղել այնպիսի լուրերի, որոնք որ չեն հերքվել եկեղեցու կողմից, սկսած օրինակ որ Գարեգին բն զավակ ունի եւ այլ նմանատիպ լրատվամիջոցներ, որ որոշակի կասկածամտություն են մեր մեջ մտցրել, թե որքանով են իրենք գործում այն ուխտի համաձայն, որ կնքել են եկեղեցու հետ, որ կնքել են Աստծո հետ։ Ու շատ կարևոր է, որ հենց Հայաստանի Հանրապետության ղեկավարը ստանձնեց առաջնորդի պարտականությունը եւ խնդրեց պարզաբանում, արդյոք եկեղեցականները շարժվում են սահմանված օրենքներով, սենց ասեմ, հոգևոր օրենքներով։ Ու փաստացի պատասխան չեղավ։ Ոչ միայն պատասխան չեղավ, այլ նաև հոգևորականների կողմից հարձակումներ եղան իրենց խոսույթով Հայաստանի Հանրապետության վարչապետի իշխանության հասցեին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընտրվել է ժողովրդի կողմից եւ մի քանի տարիներ մենք գիտենք, որ ընտրություններ են տեղի ունենում եւ ժողովուրդը իր ձայնը տալիս է այն քաղաքական ուժին, այն գործին, որին ամենաշատն են վստահում։ Փաստացի այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը ամենաշատ վստահություն ունեցող քաղաքական գործիչն է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը ստանալով այդ առաքելությունը ժողովրդի կողմից, նաև ինպես քրիստոնյաների կողմից, մենք եւս ցանկանում ենք, որպեսզի մեր առաքելական եկեղեցի գործի ինչպես կարգն է, որ այնտեղ ոչ թե լինեն իրենց հայտարարություններում քաղաքական ենթատեքստեր կամ հենց տեքստեր, այլ իրենց հայտարարությունները միտված լինեն ժողովրդի եւ Աստծո միջև հարաբերությունների շատ ավելի խորացմանը, որ ժողովուրդը կարողանա նույն քահանաների միջոցով, եկեղեցական գործիչների միջոցով շատ ավելի շատ բան իմանալ Աստծո մասին, Աստծո պատվիրանների մասին։ Եվ երբ որ եկեղեցական որոշ գործիչներ, շատերին ես հարգում եմ, որովհետև նրանք շատ լավ անձինք են եւ իրենց գործը լավ են կատարում, բայց երբ բարձրաստիճան որոշ հոգեվորականներ դրա փոխարեն սկսում են զբաղվել քաղաքականությամբ եւ իրենց անունը միանգամից հենց կապվում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ եւ երբ օրինակ Արամ Քահանա Ասատարյանն է նշում, որ ցույցերին ասում էին, որ պետք է գնան եւ անպայման մասնակցեն եւ այլն, մենք տեսնում ենք այնտեղ նաեւ քահանաներ, եկեղեցական գործիչներ, մենք իրենց հայտարարությունները շատ լավ հիշում ենք։ Սա նշանակում է, որ եկեղեցու ներսում խնդիրները կան եւ ինչպես նշել է Արամ Քահանա Ասատարյանը եւ ինչպես նշել է հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եկեղեցին պետք է նորոգվի։ Ու այնտեղ չպետք է տեղ գտնեն այն մարդիկ, ովքեր որ ոչ թե զբաղված են քրիստոնեության պատվիրանների տարածմամբ Հայաստանի Հանրապետություն, որ ժողովուրդը ել ավելի մոտենա Աստծուն, այլ ընդհակառակը զբաղված են իշխանության հակաքարոզով եւ կարելի է ասել նույն խմբակի մեջ են գտնվում նախկին իշխանությունների հետ, միասին են իրենց հայտարարություններով մեկը մյուսին կարողանում է աջակցություն հայտնել եւ այլն, հատկապես մենք տեսանք, որ վերջին շրջանում մենք հիշում ենք ինչպիսի բացահայտումներ տեղի ունեցան ազգային անվտանգության ծառայության կողմից, ինչպիսի մեղադրանքներ հիմական եւ այդ ամեն ինչը ահաբեկչության նախապատրաստման փորձ, ինչպես մեղադրանքներում են նշում, մինչ օրս չի դատապարտվել եկեղեցականների այդ հիերարխիայի կողմից։
միանշանակ է, որ Աստծո կամքն է իմ կարծիքով նաև, որ պետք է հայ առաքելական եկեղեցում գործող քահանաները, սպասավորները չխառնվեն նմանատիպ քաղաքական խաղերի մեջ, իրենք պետք է իրենց գործառույթը կատարեն, իրենց տեղը քաղաքականությունը չէ, եւ միանշանակ է, որ Գարեգին բն իմ կարծիքով, սենց ասեմ, իմ կարծիքով Գարեգին բն տապալել է իր առջև դրված առաքելությունը եւ անցել է արդեն քաղաքական խաղերի մեջ, արդեն որքան ժամանակ է, ու բնական է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտպանի եկեղեցու ժողովրդի շահերը։ Այլ տարբերակ չկա, քան հոգևոր դաշտում նորոգում իրականացնելը։ Ինձ համար նաև անընդունելի է, երբ որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Գարեգին Բ-ի հետ, նույնիսկ նման մարդիկ փորձում են քաղաքականացնել սա։ Սա քաղաքականացնելու հարց չէ։ Սա հոգևոր հարց է։ Այն մարդը, ով որ ինքը իսկապես հավատում է Աստծուն եւ ինքը իսկապես առաջնորդվում է իրեն առաջնորդ համարելով, օրինակ Աստծուն, Հիսուս Քրիստոսին, ինքը շատ լավ հասկանում է, որ եկեղեցին պետք է նորոգվի։ Բարոն Լևոնյան, Արերգրի եւ հայրենի հայության չախչախիչ մեծամասնությունը չսելու համար ամբողջական մեծամասնությունը, լիակատար մեծամասնությունը համոզված է, որ եւ ներքաղաքական թաշտեներս եւ գրոնական թաշտեներս թալանչիները հանցինս հին ռեժիմականներին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ գրոնական թաշտեներս Գարեգին Բ եւ իր գրոնագիցները Մոսկվայի եզրասը, իր արոնագիծ եղբայրը եւ Արևմտյան Միացյալ Նահանգներու Հովնան Դերդերյանը եւ այլոք պետք է որ ենթարկվին բռնականցման եւ իրենց ցնցոդիներու մեջ վերադարձվին այն նույն ցնցոդիներով, որով եկած էին իրենց քյուղերից կամ քաղաքներից։ Ինչ է ձեր կարծիքը։ Պիտի խնդրեի շատ գարջ, որովհետև ժամանակը հասած է իր ավարտին։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, նախ կուզեի նշել, որ չցանկանալով որակումներ տալ տվյալ մարդկանց, ընդհանրապես նշելով յուրաքանչյուրը իր պաշտոնին եղել է նախագահ, մեկը կաթողիկոս է, մյուսը եւ այլն, ինձ համար տարբերություն չկա ով երբ ինչ է եղել։ Ինձ համար կարևորն այն է, որ ցանկացած ժամանակաշրջանում յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով զբաղեցրել է որոշակի պաշտոն կամ պաշտոն չի զբաղեցրել եւ զբաղվել է հակապետական գործունեությամբ եւ տվել է վնաս Հայաստանի Հանրապետությանը, իր գումարը պետք է իր հնարավորությունները, որոնք որ թալանել է, պետք է վերադարձվի եւ այսօրվա դրությամբ, եթե չեմ սխալվում, ավելի քան 1 միլիարդ 500 միլիոն դոլարից ավել կալանք կա դրված կամ դատական գործընթացների մեջ գտնվող բան կա, գործեր կան եւ այսինքն այդ ամեն ինչը դատարանով պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն, բարոն Լևոնյան։ Ես էլ եմ շնորհակալ։